ինչու Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացը եկավ Բաքու, բայց չեկավ Երևան, ինչ կարող էր ունենալ Թրամփը ասելու Ալիևին եւ ինչ չունի ասելու Նիկոլ Փաշինյանին։ Նախ սկսենք նրանից, որ Վիտկոֆը ուղղակի չեկավ Մոսկվա, Վիտկոֆը Մոսկվա եկավ Սաուդյան Արաբիայում Ջիդայի բանակցություններից հետո, այսինքն եկավ Ռուսաստանի նախագահին փոխանցելու այն պայմանավորվածությունները կամ այն համաձայնությունները կամ այն բովանդակությունները խոսակցության, որ տեղի են ունեցել Ջիդայում։ Այդ Զելենսկին կարող է թռնել Սաուդյան Արաբիա արքայազնից իմանալու եւ այլն, Պուտինը սպասում է, որ իրեն ասեն, որովհետեւ առանցքային գործող անձն է եւ առանցքային գործող հանգամանքն է այս ամբողջ պատմության։ Հիմա ինչ վերաբերվում է Վիտկոֆի Մոսկվայից Բաքու գնալուն։ Նախ, եթե Հայաստանը ունենար ինքնիշխանության կամ սուբյեկտայնության այն աստիճանը, որ ուներ նախկինում, Վիտկոֆը բնականաբար նաև կգար Հայաստան, ինչպես բոլոր միջազգային միջնորդները, դերակատարները ժամանակին հայ-ադրբեջանական կամ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի ժամանակ պահում էին պարիտետ,